Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ, թեևս ուղիղ եթերս բժշկական է, ավելի շատ բժշկական է, բայց կարծում եմ կհետաքրքրի նաև ու գրեթե բոլորին կհետաքրքրի, բոլոր նրանց, ովքեր Հայաստանի Հանրապետությունում են ապրում եւ ինչ-որ կերպ առնչվում են բժիշկների հետ։ Ես իմ կարծիքն ու իմ պատկերացումը կներկայացնեմ, իմ գոլեգաները կարան սրա հետ համաձայն չլինեն, կարան համաձայն լինեն։ Խոսքը վերաբերվում է առաջին հերթին հանգստյան օրվան, այսօր հանգստյան օր է, կիրակի է, երեկ էլ շաբաթ օրեր էլի հանգստյան օրեր, խոսքը վերաբերվում է հանգստյան օրերին։ Հարգելի ժողովուրդ ջան, ընդհանրապես դաստիարակությունը, մինիմալ կրթությունը, այնպիսի բան է, որը ինձ թվում է մարդուն սովորացնում է, որ հանգստյան օրերին մասնագետներին պետքա չանհանգստացնել, անգամ եթե հասանելիություն ունես, ասենք հեռախոսի համարը ունես։ Եվ այն կարևոր մասնագիտությունները, ինչպիսիք օրինակ բժշկությունն է, կամ հրշեջ ծառայությունն է, կամ նույնիսկ ոստիկանությունն է, հանգստյան օրերի համար ունենում են հերթապահություններ։ Այսինքն այնպես չի, որ համակարգը ձեզ մոռացել է կամ ձեզ անտեսել է։ Գոյություն ունեն հերթապահ բժիշկներ, տարբեր հիվանդանոցներում, գրեթե բոլոր հիվանդանոցներում։ Գոյություն ունի շտապ օգնության ծառայություն։ Եվ եթե հիվանդը հանգստյան օրով վատանում է, օրինակ, կամ իրեն լավ չի զգում, կամ ինչ-որ հարց ունի, ինքը զանգում է շտապ օգնություն, կամ դիմում է հիվանդանոց հերթապահ բժշկի։ Ահա հերթապահ բժիշկը իրոք պարտավոր է պացիենտին սպասարկի, բայց իր տանը հանգստացող կամ, չգիտեմ, ասենք երեկոյան ժամին ավտոմեքենայի ղեկին ինչ որտեղ գնացող բժիշկը 0 պարտականություն ունի ձեզանով զբաղվելու, ավելին նա պարտավոր է ձեզանով չզբաղվել։ Մի երկու քաղցր խոսք ասել, քաղցր խոսք, որ դուք դաստիարակվեք վերջապես, նախիրից վերածվեք ժողովրդի ազգի երկրի։ Գիտեք նախիրը որն է, երբ պահին բնազդը բրթեց ինքը եթում է, մինչև զաբոր չեղավ դեմը, մտնելու է։ Գյուղական համայնքներում ցանկապատերը ցածր են եղել։ Հիմա էս պարիսպներ կառուցում։ Այնքան որ անասունը չմտնի, որովհետև մարդուն պետք չի եղել ցանկապատ դնել։ Մարդիկ գյուղական համայնքներում հանգիստ կարող էին ցատկել եւ ցանկապատից ներս անցնել, բայց չեն արել։ Ինչու՞։ Որտեվ գիտեն, դա ուրիշինն է։ Դա ուրիշինն է։ Այդ ցանկապատը միայն անասունի համար են դրել։ Մարդու համար ցանկապատ չեն դրել։ Ավելին, գյուղական համայնքներում նույնիսկ դուռը չեն կողպել։ Եթե կողպել են, բանալին դրել են մոտակայքում։ Այսինքն ցանկացած մեկը, որ այդ տանտանից չի կարա գնա վերցնի, բացի մտնի, բայց էլի չեն բացե մտե։ Ինչու՞։ Որովհետև դաստիարակված են եղել։ Դաստիարակված են եղել։ Գիտեն, որ դա իրանցը չի, ուրեմն պետք չի որ գնան դա անեն։ Այս ցանկապատով ցույց է տալի, որ չի կարելի անցնել։ Ահա այն բժիշկները, ում շաբաթ կիրակի զանգում զզվացնում են ու ձեն չեն հանում, իրանք կտե են խախտում անում, որ պացիենտներին չեն ուղղորդում, որ գիտես ինչ կա, եթե վատ է զանգի շտապ օգնություն, եթե այդքան էլ վատ չես, բայց ամեն դեպքում քեզ բժշկական խորհրդատվություն է, պետք կան հերթապահ բժիշկներ դրա համար։ Բայց եթե դու մի Երևանում կամ չգիտեմ, մարզում մի բժշկի մոտ ես բուժվում, որի հեռախոսահամարը մոտդ ունես, ուզածդ ժամին չես զանգում, ասում, գիտես ինչ կա, սենց հարց ունեմ։ Միակ դեպքը ես ընդունում եմ, որ խիստ ծանր է, կենաց մահու հարց է։ Ես դա ընդունում եմ, որ եթե մարդու կյանքի հարց է, ապա այստեղ ոչ մի կարգ ու կանոն չի գործում հանուն այդ մարդու կյանքի։ Բայց եթե մարդը իրան վատ ազգում, հարց չկա։ Բժշկիդ հետ պայմանավորվում ես, սպասում ես գալիս է 2 շաբթին, 3 շաբթին, 4 շաբթին։ Բժշկիդ հետ պայմանավորվում ես, գնում ես մոտը, քեզ նայում է, բուժում է, հեռակա ինչ պետք է բուժի, ասենք այս պահին մեքենան քշելով գնում եմ, հիվանդը զանգել է։ Ասում է լավ չեմ, ամբողջ մարմինս այրվում է, իրական բան եմ ասում, ամբողջ մարմինս այրվում է։ Ու խմում է թթվայնությունը գցող դեղ։ Ես գիտեմ էդի ստամոքսից է, դե ասում մի խմի այդ դեղը, ինչ ասեմ։ Ես խորհուրդ չեմ կարա տամ քեզ, ես մինչև չտենամ, չեմ կարա խորհուրդ տամ։
ու բացատրում եմ, էլի ասում եմ, էլի այդ մարդը տրտնջում է, հոգեբանական աջակցություն ա ուզում։ Ու գիտեք սովորաբար ինչա լինում, փոխանակ ամոթ քաշելու փոխարեն, զղջալու փոխարեն, ներողություն խնդրելու փոխարեն, մի հատ է մունատ են գալի, թե դու խի չես ծառայում ինձ իմ ուզած ժամանակ։ Ես լավ չեմ։ Հա լավ չես, կանչի շտապօգնություն։ Ինչ բարդ բան է, բարդ բան է։ Ինչ բարդ բան կա, ինձ եթե կա, խնդրում եմ, մեկնաբանություններն գրեք։ Ինչ բարդ բան կա, եթե վատ ես, այդքան վատ ես, որ պետք է զանգես, հանգստյան օրով անհանգստացնես մեկ ուրիշին, կամ ոչ աշխատանքային ժամի, պետք է զանգես անհանգստացնես։ Եթե վատ ես, զանգի շտապօգնություն, քեզ զանգում այդ մարդը։ Այդ մարդը ինչ պետք է անի։ Հիմա ես իմ վրա օրինակ բերեմ բոլոր այդ իբր թե շնորհքով անշնորհքներին։ Հենց հիմա Հայաստանով մեկ, հենց հիմա չէ, ցանկացած պահի տարվա ցանկացած եղանակի ու տարվա ցանկացած օր Հայաստանով մեկ հələ արտասահմանը չեմ հաշվում 500-ից 700 մարդ իմ ռեցեպտով բուժում ա ստանում ամեն վարքյան ամեն օր որ վերցնես այդ օրը ամբողջ Հայաստանով մեկ 500-ից 700 մարդ իմ ռեցեպտով բուժում ա ստանում հիմա եկեք տեսնենք նրանց ասենք թե 10%-ը 5% այ մարդ օրական ինչ որ մի բան ունեն, միտեղը քորա գալի, միտեղը տրտրում է կամ ամբողջ մարմինը այրվում է։ Եվ ես 35-ից 70 հոգու զանգերի պիտի պատասխանեմ օրական։ Հա? Նույնը հանգստյան օրերին, հա? Էլ բան ու գործ չունեմ։ Հիմա շատ կարևոր բան, ժողովուրդ ջան, եթե մարդը չհանգստացավ, մանավանդ ինտելեկտուալ աշխատանք անող մարդը։ Ես հասկանում եմ, օրինակ շատ մարդիկ ուղղակի ընդհանրապես չեն աշխատում։ Իրանք որ հարցնես այսօր շաբաթվա որօրն է, չգիտի։ Այդ իր խնդրեմն է։ Նա չգիտի այսօր շաբաթա թե կիրակի։ Նույնիսկ կարող է չիմանա որ ամիսն է։ Այդքան կյանքից կդրված անրիթմ ապրում է։ Ենթադրենք թոշակով է ապրում կամ իր հարազատի խնամքով է ապրում։ Ես հասկանում եմ, բայց դա ոչ ոքի իրավունք չի տալի, վերցի հենց երբ որ ֆշտիկը կայնա, վերցի զանգի բանը, բժշկին ասի, բանը, ես մի հատ հարց ունեմ։ Իսկ 99%-ը տենց ալնում։ 99%-ը ուղակի հարց ունեն, զանգում են դրա համար։ Ժողովուրդ, ես իմ գոլեգաներին եմ դիում։ Ճիպոտով է այս ազգը խելքի գալու։ Եթե ձեզ թվում է այս ազգը բարձր ինքնագիտակցությամբ խելքի է գալու, անհնար է, տես բան չի լինելու։ Ես էլ եմ այս ազգից, բայց ես ասում եմ, ես այս ազգի այն հատվածն եմ, որը տուժում է ազգի այն մյուս հատվածից։ Ու ես համոզված եմ, մենակ չեմ այս հարցում։ Ճիպոտով է դզվելու, ուրիշ դզվելու ձև չկա, միչև չբշտես, միչև ցանկապատը չկառուցես, կոտոշներով չկա դեմ առնի ցանկապատին, նա խելքի չի գալու։ Բաց ես թողում, ազատ ես թողում, հարգալից, վերաբերվում ես հավասարի, արածելով է թմա, քեզ էլ կարացի կանցնի։ Քեզ էլ կարացի կանցնի, ներողություն չի խնդրի, ու գիտես ինչ են ասում։ Ասում են, բայց դու բժիշկ ես, չէ՞ որ դու բժիշկ ես։ Հարգելի չուկչիներ, այո, բժիշկ եմ, բայց դա չի նշանակում, որ ձեր անձնական օգտագործամ գրպանային բժիշկն եմ։ Դա չի նշանակում, որ սպրավեշնիկ եմ ձեր համար։ Բժիշկ եմ նշանակում է, դուք ինձ կարաք տենաք միմիայն իմ կաբինետում։ Ուրիշ ոչ միտեղ դուք իմ այդ գործ չեք կարա բռնեք։ Եվ ձեր զրույցը կարա լինի բացառապես իմ կաբինետում։ Իսկ հեռախոսով դուք ընդամենը ժամ եք վերցնում գալու համար։ Հիմա մի հատ ուրիշ կարևոր բան ասում։ Ուրեմն գործի ժամանակ շատ լավ մասնագետների մոտ հիմա մի քիչ էլ լավ մասնագետների վաղուց, այսպես ասած, նկատողություն ունեմ անելու, հանդիմանելու ավելի ճիշտ, հիմա հանդիման եմ։ Շատ լավ մասնագետների մոտ ես գիտեմ, որ ամսով հերթ է։ Ինձ համար մի քիչ հասկանալի չի այդ ոնց այդ ամսով հերթը ձևավորում, բայց գիտեմ, որ այդ ամսով հերթի պատճառը վատ կառավարումն է։ Հերթի եւ պացիենտների գրանցման վատ կառավարումն է։ Ավելին, եթե ես ունեմ 1 ամիս զբաղված արդեն գրաֆիկ, հաստատ ես կարող եմ գործի ընդունել 2-3 գոլեգա, բժիշկ, ովքեր իմ առաջնորդությամբ, իմ ղեկավարությամբ այդ 1 ամսվա հերթը կսարքեն 3 օրվա հերթ։ Եթե այդքան մեծ կուտակում ունեմ, ես կարամ, այս ցանկացած բժշկի է վերաբերվում, ով իմ կարծիքով ներողություն ձևա բռնե, թե իր մոտ ամսով հերթ է։ Այ եթե ամսով հերթ է, այդքան դեմք ես։
Ուրեմն կամ հերթն ես արհեստական առաջացրեք, կամ հերթը վատ ես կառավարում, կամ մարդ վերցրա գործի այնգեր, այդ գործն արեք։ Հիմա ես գամ իմ մասով, այս խի ես օրինակը բերեցի։ Ես sense բան ինձ թույլ չեմ տալիս։ Ես թույլ չեմ տալիս, որ իմ մոտ ամսով հերթ ձևավորվի։ Դրա համար ինչ եմ անում, բոլոր այն կոնսուլտացիաները, որ հնարավոր է հեռախոսով անել, ռեցեպտի տակը գրված է, զանգահարել միջև 14:30։ Գրած է։ Ով կարդալ գիտի, կարա վերցի, իսկ ում դեղատոմս եմ տալու, անձնվազն կարդալ գիտի։ Եթե տեսողությունն էլ լավ չի, իր հարազատը կարա օգնի։ Ամենաներքևում գրած է։ Լինել տեղամասային թերապևտի հսկողության տակ, այսինքն եթե որ վատանում եք, զանգեք ձեր տեղամասային թերապևտին, ձեր շտապ օգնությանը, ձեր տարածքային հիվանդանոցին։ Ինձ է դու գործ չունեք, ընկեր ջան։ Էսի գիտեք, բա ոնց դու իմ բժիշկն ես։ Այդ հույսով կարա կետակ այս գինեկոլոգներին եւ մանկաբարձերից փող ուզեք ձեր երեխեքի դպրոց գնալու համար, կամ ծնունդ անելու համար, կամ այդ ինչ են դրա անունը տալի, թազա բան կա, գենդեր փարթի, հա։ Կետակ այդ գինեկոլոգը, ով որ ձեզ վարում է, կարաս գնաս այդ գենդեր փարթիի համար փող ուզես, ասես, բա դու ես մեզ վարում։ Բա երեխեն դպրոց է այդում, դու ես ծնացրել այդ երեխային, դու ես այդ երեխուն ծնացրել, բա չես ուզում տերելնես։ Այ այդ տեսակ абսուրդ բան է։ Դու ինձ բուժում ես նշանակե դու բտենձի տերելնես։ Այդ քեզ է թվում, աշկիտ է երևում։ Եղավ։ Ես տերեմ են մարդկանց, ովքեր այդ պայն իմ մոտ նստած են։ Այդ թվում քեզ, եթե դու կարգ ու կանոնը հարգանք, եթե դու իմ հանգստյան օրը չես հարգում, այ մարդ, ես հյուծված, հոգնած երկու շաբթի գործի գնացի։ Ես գլուխ ուտող եմ, ես ինչ բժիշկ։ Եթե ես հոգնած հյուսված, ուղեղս չհանգստացավ, կամ գնալու եմ գործը գլխառատ անեմ, կամ հավայիս ես մի 50 հատ անալիզ նշանակեմ, որ մեկն ու մեկը ոնց էլ չլինի կպնի, դա նորմալ աշխատանք չի լինի։ Ահա ես ինչքան հնարավոր է աշխատանքը արագացնելու համար կոնսուլտացիաները կազմակերպում եմ, եթե հնարավոր է հեռակա, բայց ժամա գրած դրա համար։ Լավ թու իջև 3-ը լինի, միջև 4-ը լինի, ոչ ավել։ Բայց ոչ հանգստյան օրերին ու դրանից հետո եղած ժամերին։ Դրանից հետո մենակ պացիենտը կարա զանգի ասի 1000 ներողություն ժամ ասեք եւ գամ։ Ես էլ օրն ու ժամ ասեմ ու ադբոյ տամ։ Այսինքն մեխանիկական ուղեղի ծանրաբեռնվածությունը, վերլուծական աշխատանք չպահանջող գործողություն, մեխանիկական ժամ ես գրում։ Իսկ եթե գործը ուղեղի աշխատանք է պահանջում, առավել եւս մարդու կյանքին է վերաբերվում, ժողովուրդ չեք պատկերացնում, ես ինչ սրտացավ եմ այդ հարցին վերաբերվում։ Չեք պատկերացնում, ով ինձ մոտ եղել է, դա գիտի։ Ես կարող եմ 10 րոպեանոց կոնսուլտացիան 50 րոպե տանեմ։ Միջև ուղղնոցուծով հասկանամ ինչ խնդիր է այդտեղ, ինչ process է։ Այ այդքան գլուխ եմ ջարդում ու աշխատում եմ մի կոպեկ այդ պացիենտին ավել ծախսել չտամ։ Մի անալիզ ավել չնշանակեմ, մի դեղ ավել չնշանակեմ։ Այսպես սրտանց աշխատում եմ, իսկ սա ծանր ինտելեկտուալ աշխատանք է։ Այսինքն եթե նույնիսկ դուք շատ զբաղված մարդիկ եք, դուք չփորձեք համեմատել ձեր մեխանիկական կամ նույնիսկ ինտելեկտուալ աշխատանքը այն աշխատանքի հետ, որ անձամբ ես եմ անում, ես իմ փայ եմ խոսում։ Համոզված եմ իմ շատ գոլեգաներն են այդպես աշխատում։ Ոչ բոլորը, բայց շատ-շատերը տենց են աշխատում։ Դա սարսափելի, ծանր ինտելեկտուալ աշխատանք է, որի սխալման գինը մարդու կյանքն է։ Ոնց բացատրեմ։ Ես չեմ սիրել sense պաթետիկ, sense չափազանցված, ավելին, որոնց ասում են դուք կյանք եք փրկում, բան, այ մարդ ասում եմ թարգի, արեստավոր ենք, աշխատում ենք։ Ամեն արեստավոր մի գործ անում, ես էլ այս գործի արեստավորն եմ։ Երբեմն տենց խոսում են, ասում եմ ես ինչ բժիշկ, չոբան եմ։ Սենց բաներ եմ խոսում, ես երբեք ուզում եմ ասեմ, չեմ տենց վեհացնում իմ արած գործը։ Ասում եմ ես ինչ բժիշկ։ Բայց երբ որ բանը հերթը գալի հասնում անդեղ, որ մարդուն, ես չգիտեմ, ես խնդրում եմ տարածեք այս լայվը։ Տարածեք, թող մարդիկ տենան։ Նախիր։ Օհո։ Հանգստյան օրով մասնագետին չեն զանգում, ախպեր։ Մեռնում է շտապօգնություն զանգի։ Հրշեջին չեն զանգում հանգստյան օրով, պաժարնիկ ախպեր, ստե դեզս վարվում է, զանգում են 1-0, չէ, ոնց էր 1-0-1, հա, զանգում են 1-0-1, զանգում են 1-0-3, զանգում են 1-0-2, զանգում են 9-1-1, չեն զանգում մարդուն, ոնց բացատրեմ, թեև ընդունում եմ, եթե դա կյանքի հարց է,
Ես համաձայն եմ, ինձ զանգեք։ Եթե դա կյանքի մահվան հարց է, ինձ զանգեք։ Դրան համաձայն եմ։ Եթե մեխանիկական մի րոպեով պետք է ասես, այս ինչ օրը գալիս եմ, մարդ է։ Այս ինչ օրը գալիս եմ, հարց չկա, այդ ինչ օրվա վրա գրանցեցի։ Թեև եթե կարաք, սպասեք թող շաբաթ կիրակին անցնի, նոր զանգեք։ Բայց սրանց հասկանում եմ, բայց ծանր մտավոր աշխատանք, ահա այսից ձևի ես վատ եմ ինչ անեմ։ Կանչի։ Գոնե կողը բժիշկ կլինի, ինձ ընդից ներկայացնի սիտուացիան։ Ես ըստից ինչ որ ցուցումներ տամ։ Էլի հնարավոր է։ Բայց ամեն պացիենտ, որ ասում է լավ չեմ, ինչ ասես կարաս մտածես։ Ինչ ասես, կարաս մտածես, որ ներքին արյունահոսություն է, կարաս մտածես, որ անաֆիլակտիկ շոկ է սկսում, կարաս մտածես, որ չգիտեմ, ինչքան կյանքի ինֆարկտ է, չգիտեմ, ինսուլտ է, ինչ ասես կարաս մտածես, ինչքան վատ բան կա, կարաս մտածես, ու դու հեռավորության վրա պացիենտին չես տենում, ոչ մի գործիք ձեռիդ տակ չկա, ոչ մի բան, տենց օդի մեջ, ինքն էլ լավ չի։ Եվ 90% դեպքերում դա իմ գործը չի լինում։ Այսինքն մարսողական համակարգի լյարդի հիվանդություն չի լինում։ Ելնում է նևրոլոգիա, կարդիոլոգիա, պուլմոնոլոգիա, ընդհանուր թերապևտի գործալնում, չգիտեմ, վերտեբրոլոգի գործալնում, ռևմատոլոգի գործալնում, իմ գործը չի լինում։ Բայց դե ասում եմ, բժիշկ ջան, այս ձևն էլ կա, մենք ձեզ շատ ենք վստահում։ Գիտես մենք ձեզ ինչքան ենք վստահում։ Ջանդմի թե չես վստահում, նշանակում է շաբաթ կիրակի օրը եւ ոչ աշխատանքային ժամերին։ Պիտի զանգես, անհանգստացնես։ Այսինքն լավություն ես անում, չեմ հասկանում, որ վստահում ես, ես կրակն եմ ընկել, նոքիարդ եմ դառել։ Անձնական օգտագործման մասնագետ եմ դառել։ Հա։ Ժողովուրդ, այս նախիրին պետք է կարգի հրավիրենք։ Ու դա միայն ճիպոտով ալնելու, միայն։ Եթե ձեզ թվում է բոլորս նույնն ենք, նույնը չենք։ Շատ տարբեր ենք։ Բայց այս տարբերությունը հարց չկա, բայց որ մեկը մյուսի շալակն է հալնում, իր բիրտությամբ, անշնորհքությամբ, դա արդեն պետք է կարգի հրավիրել։ Պետք չի լավամարդ թլնել, դե լավ ոչինչ, տո ոչ մի ոչինչ։ Առաջ շատ ավելի ծանր էր վիճակը, սարսափելի էր, որ պատմեմ ինչ փուբուլերի միջով եմ անցել։ Այսօրվա իմ հիվանդները համեմատելու չի այն վայրենիների հետ, որոնք եղել են ի սկզբանե։ Հետո կամաց զգում ես քաղաքակրթվում են ժողովուրդը։ Ու մենակով անելու գործ չես, բոլոր են մարդիկ, ովքեր այս ասածներից մեջ տեսնում են իրականություն, ճշմարտություն, ու իրենք էլ անձամբ իրանց փորձով էսի տեսրեն, ժողովուրդ բշտեք, խելք կրատեք, դաստիարակեք, տարածեք այս վիդեոն։ Խելք կրատեք, այ վայրենիներ, դուք ուզում եք լավ ապրեք, ուզում եք հերթական գենոցիդին չենթարկվեք, աշխարհը փոխվել է, ձեր ցավը տանեմ, կուտեն կեթան մեզի։ Ասենց հռկոպալի մենք որ ապրում ենք, կուտեն կեթան այ ընկեր։ Մեկ ասում եմ, նույնիսկ լիստեյում գրած է ուշ ժամի չանհանգստացնեք։ Նույնիսկ լիստեյում հայտարարություն է դրած, բան է գրած, համար է գրած է ուշ ժամի չանհանգստացնեք։ Արա ասում եմ, այս մարդու տառապանքը փորձ ունի։ Ապա բժիշկին այ մարդ։ Ձեզ ինչի՞ է թվում, որ դուք այդ մի բան էլ կա մեր ժողովրդի մեջ, որ դուք թույլ եք, դուք արտոնյալ եք։ Իա։ Ինչով ես արտոնյալ։ Ձեզ պարտք են, ձեզ ոչ ոք ոչինչ պարտ չի։ Մի մասն ասում է, բա վճարել եմ, բա ոնց։ Դու վճարել ես այն ժամանակի համար, որը արդեն մսխել ես ու գնացել ես տուն։ Այդ ժամանակի համար ես վճարել։ Դու կյանքիդ համար չես վճարել։ Ոչ էլ այդ մարդուն պրակատ ես վերցրել։ Դու վճարել ես այդ 15 րոպեա, կես ժամա, մի ժամա, այդ կոնսուլտացիայի համար ես վճարել։ Դու չես վճարել, որ պրակատ ես վերցում այդ բժշկին ու քշելու ես, ասենք, մի 6 ամիս։ Հասկանում եք։ Այս մոմենտն էլ կա։ Բասմա վճարել եմ։ Իա, հələ մի հատ չվճարեիր։ Հորդ տնից բերել ես ստրուկ ես օժիտ բերե կամ չգիտեմ, հորդ տնից ստրուկ ես տարե, բանը, հիմա էլ օգտագործում ես։ Վճարել եմ։ Հələ փորձի մի վճարի։ Ես էլ առանձին։ Իսկ այն մարդիկ բա որ չունեն, եթե չունեն գնացեք առողջապահության նախարարին ու ձեր սիրելի վարչապետին դիմեք, ով որ չունի։ Անձի հանգարց բան չասեք, ես գիտեմ իմ կյանքն ու իմ աշխատանքը ոնց եմ կազմակերպում, բայց այն կան տենց
մեկ-մեկի փրթե իրանք մարդասեր են, բա որ մարդը փող չունի, ինչ անի, մեռնի, չէ, տունը ծախի բեր տուր, թո չմեռնի, կծախես տունդ կբերես կտաս, երեխեքի ձեր երեխեքի բերնից կդրեք, բերեք տվեք բժիշկներին, կանեք խելոքներ, կողից մեծ խոսացողներ, ու հերի պետք է ասեմ, վաղուց եմ ասել, բերեք տվեք $1000, ես $2000 գործ անեմ հիվանդների համար, բերեք տվեք 10,000 դրամ, ես 20,000 դրամի գործ, ասիկն Իշքան դուք տակ, այդքան էլ իմ կողմից, ձրի, հլը տնամ քանի հոգի կգան կտան, մի հոգի չի եկե տվել, 3 անգամ հայտարարել եմ սրա մասին, ու գիտեք ոնց ինքը հեգնանք կա այս խոսքիս մեջ, բայց ես լուրջ եմ ասում, եթե դուք իրականից տենց խեղճերի մասին մտածող եք, բերեք տվեք ձեր հացից կդրեք, ձեր հաճույքից, ձեր տնից կդրեք, բերեք տվեք խեղճերի համար, իշքան տակ այդքան էլ ես իմ կողմից ձրի անեմ, հլը տնամ քանի հոգի կբերեք կտակ, բա, մի խոսքով, այս թեմաներով էլի եմ անդրադառնալու, խելքներդ գլուխներդ հավաքեք, մի հատ էլ մենք ենք պարտ մնում, որ գիտես ինչ կա, մեկը կար այտենց, զանգել էր, շուտվա դեպք եմ ասում, լավ չի, հոգեբանական աջակցություն ասում, դեպքերի մեծ մասը, այդ մարդիկ ընես չի, որ ենքան վատ են, որ կեզ են զանգել, տես չի, եթե իրոք այդքան վատել են, իրոք կզանգեն շտապ օգնություն, իրոք կգնան իրանց մոտակա բուժկենտրոն, այդ մարդիկ պրոստը, ձրի, հավայի, համարը ունեն կարան զանգեն, զանգում են, վերջում էլ մունատ են գալի, բա մենք սենց բժիշկ չենք տեսել, դուք չոբան չեք տեսել, որը ճիպոտը ձեռներին ձեզի քշի, արոտից, բան ասա, ցանած դաշտի ցանի, դուք ամեն ինչ տեսել եք, դուք չոբան ուղակի չեք տեսել, ով փեդը, ճիպոտը, այսպես տալով ձեզի կհանի, ցանած դաշտից կասի եսի ձեր համար արածելու տեղ չի, ստե ցանկապատ կա, այդի դուք չեք տեսել, դրա համար սենց մեծ փրթում եք, այդ չոբանը, որ տեսած լինեի կյանքներովդ մեկ, այ կիմանայիք որը որից հետո է, մենք սենց բժիշկ չենք տեսել, ընձի ասում հիվանդը, ովա տեսի ասում, հիվանդը զանգի բժիշկին, բժիշկն ասի ես քեզ ինչով կարամ օգնեմ, շաբաթ կիրակի զանգել ես, ես ինչ անեմ այ մարդ, ասա ինչ անեմ, ասում ոչ չի բան, զանգել եմ, բա ես ինչ անեմ, ասում շտապ օգնություն զանգի, ասում բժիշկը տենց է խոսում, լսի, ասում եմ զանգի շտապ օգնություն, ասում բժիշկը տենց է խոսում, բա ո՞նց է խոսում, ինչ ասի բժիշկը, Շուշան Ներսիսյան, ոչինչ չի պատահել, համատարած, հանգստյան օրերին եւ ոչ աշխատանքային ժամերին զանգահարում են ժողովուրդը, ու երբ որ դու իրան դաստիարակչական երկու նախադասություն ես ասում, որ տվյալ հարցը անհետաձգելի չի, կարելի է, չէ, հարգանք ունենալ հանգստյան օրի կամ հանգստյան ժամի նկատմամբ, մարդիկ փոխանակ զղջան մի բան էլ մունատ են գալի, թե դու խիչ ես, դու ծառայում իրանց շահերին, չէ որ իրանք հիվանդ են, այդ հիվանդությունը ոչ մի բժիշկ իրանց տնից չի բերե կապե ձեր ջանին, այդ հիվանդությունը դուք ինքներդ եք ձեռք բերել, ինչ որ հարցում, ինչ որ տեղից, են ովքեր էլ կասեն գնացինք բժիշկները սխալ բուժում արին եւ այլն, այդ մարդկանց էլ պատասխանում եմ, եթե այդքան լավ էիք, ինչի գնացիք բժիշկի, գնայիք բալետ բանը, օպերա, գնայիք թատրոն, ինչի բժիշկի գնացիք, ուրեմն վատ էիք, որ գնացիք բժիշկի, հիվանդ էիք, որ գնացիք բժիշկի, դե ուրեմն շարմի արեք հիվանդի վրա, թե մենք լավ էինք գնացինք բժիշկի, ինքը մեզ հիվանդացրեց, շարմի արեք, դուք ի սկզբանե խախուտ էիք, ու ձեր այդ խախուտությունը ավելի ընդգծվե, եւ այդ բժիշկի ու մոտ գնացել եք, չի կարացել ձեզ ենթադրենք օգնի, չգիտեմ, դեպքերը տարբեր են լինում, բայց էլի ծանրակշիռ մեծամասնության ժամանակ շար են անում բժիշկի վրա, քրոնիկ հիվանդությամբ եկել է իմ կողմից շատ հարգարժան մասնագետի կողմից, մի դեպք չի, հարյուրավոր սենց դեպքեր կան, ասում է դե իրա մոտ էին գնացել, չկարացավ մեզ օգներ, իրա բուժումները լավ չի օգնում, ասում եմ իրա բուժումները, ինչքան է խմել, մի ամիս, 2 ամիսը, մի ամիս, 2 ամիս լավ եք եղել, հա, ահա, ձեր դեպքը քրոնիկ է, այմա, դուք մի ամիս չէ, դուք 300 տարի պետք է դեղ խմեք, եթե 300 տարվանից քիչ եք խմում, ուրեմն վատ եք լինելու, գնացեք շարունակեք բուժումները, կամ ինչ որ բան, որ իմ սրտով չի այդ սխեմայում, կարամ փոխեմ, ճանապարհեմ, չգիտեմ, տեսնեմ,
Կիսվեք այս վիդեոյով, ժողովուրդ ջան, հարգեք մարդկանց, բոլոր մասնագետների, դա միայն բժիշկներին չի վերաբերում, բոլոր մասնագետների հանգստանալ, ոչ թե զանգեք, յանի կուլտուրական եք, կներեք էլի, հա, որ հանգստյան օրով եմ զանգում, ասում եմ, հա, ուրիշ, մեկ է մի Հավայի բան, կներեք էլի, չէ, կներեք հոչ, վաբչե մի զանգեք, ոչ թե կներեք ասեք ձեր էշը քչեք, կներեք ասեք ձեր նախիրը մցրեք էլի արածասրեք, չէ, եթե կներես ես ասում, ուրեմն մի արա էդի, հագի թեման, աղբեր, հանգստյան օրը թողեք մարդիկ հանգստանան, առանց էլ մեր ազգը հանգստանալ չգիտի, կամ է թումանենց աուտում խմում, որ թունավորվում է, երկու շաբթի սենց ուռած գլխով հազիվ գործի է գնում, կամ ուբորկա են անում տները, ամբողջ շաբաթվա չարածը կամ չգիտեմ կուտակվածը շաբաթ կիրակի սենց իբր հանգստանալ չկա մեր ազգի մոտ, մեր ազգը հանգստանալու վատ մշակույթ ունի, ձեր ցավը տանեմ, թողեք մարդիկ հանգստանան, պրոստը հոգնած են թողեք հանգստանան, զանգումա բարև ձեզ հոզ բաղված չէիր բժիշկ ջան, շաբաթ կիրակի օրով զանգելա, հոզ բաղված չէիր բժիշկ ջան, ասում եմ չէ, նստած սպասում էի ով պետք է ինձ բաղացնի ես հանգստյան օրով, պուչուր երեխա եմ էլի մեկ էլ ինձ բաղացնի, ու համոզված եմ դրական տեղաշարժ կլինի, բայց էսի մի հոգու բան չի, ճիպոտներն առեք ընգեք ժողովրդի մեջ, խելք խրատեք ու շնորհք դաստիարակեք, ժողովուրդ մի նայեք ձեր բարեկամնա թե օտարա, տերնում ես, դեր գիրես ամեն քայլափոխի չես կարա կոպիտ լինես, պետք է հանդուրժողել լինենք, բայց այս հանգստյան օրը հարգելու հարցը, չգիտեմ, համարեք սա էլ սոցիալական հոլովակ, պետք է հարգեք, որ մարդը կարանա նորմալ գործի գայ մարդ, ով է գրի ասմա, կարևորը խոսեցիք ասմա հանգստացակ, չէ չհանգստացա, որովհետև շատ ավելի կարևոր գործ ունեի անելու, ես դիտավորյա լայվեր բան քիչ եմ անում, եթե նկատել եք շատ քիչ եմ անում, որովհետև գործ ունեմ անելու, եթե լայվ ես անում, պետք է հետևից մեկնաբանությունը կարդաս, քֆուր ջնջես, չգիտեմ ես անես, այդքան էլ հաճելի գործ չի, ու շատ ավելի լուրջ ու կարևոր հարցեր կան, բայց կարևոր հարցերից մեկն էլ դա է, ժողովուրդ, մենք համասեռ իդեալական սրբերի ազգ չենք, մեր ազգի մեջ, մեր ժողովրդի մեջ լիքը դարմայետ կա, լիքը ամպետ կա, լիքը ցրան մոզիկա, որ նախրի անունն է պղտորում, լիքը, այդ մարդկանց, եթե մենք շնորհքի չհրավիրենք, իրանց ոչ դասատուներն են իրանց այդքան բանը բացատրել, ոչ ծնողները, ոչ էլ ինքնադաստիարակությամբ են այդ մարդիկ շնորհքի եկել, եթե մենք շնորհքի չհրավիրենք, գոնե երբ որ մեզ են, մեր հանդեպ են շշկռում, այսպես ասած, իրանք վատ մարդիկ չեն, չար մարդիկ չեն, ուղղակի իրանք այտենց բնազդային են, էլի, այս պահին իմպուլսը առաջացավ զանգելու, հեռախոսն առնում ու զանգում, մի վարկյան տորմուզ չի անում, իսկ արդյոք, իսկ կարող է հիմա չէ, մի օր չի սպասի, անալիզի պատասխանն եկել է, այդ պահին ուզում է պատասխանի մեկնաբանությունն իմանա, այ ընկեր, անալիզի պատասխանին ինչքան է սպասը, եթե մի օր, եկել մի օր էլ պատասխանի մեկնաբանությանը սպասես, չէ որ ոչ ոք պարտավոր չի քո համար աշխատի աշխատանքային ժամից դուրս, ոչ ոք այ մարդ, տնից տեղից հեռու լինի, Աստված մի արած, ինչ որ բան է, շտապօգնություն կա դրա համար, իսկ եթե այդքան վատ չեք, որ շտապօգնություն կանչեք, ուրեմն ընդհանրապես սթրվեք տեղներդ, ինչ բարդ բան կա, թերևս այսքանը, ավել պակաս կներեք, շնորհակալություն ինձ հետևելու համար, շնորհակալություն ինձ հանդուրժելու համար, իսկ այն պացիենտները, ով այս զրույցի մեջ իրանց տեսան, այո, հենց ձեր մասին էր, տոշնի ջոգեցիք, հենց ձեր մասին էր, մենք էլ ենք մարդ, անձնական օգտագործման չենք էլի, հենց ձեր մասին էր, բոլոր ժամանակների իմ անշնորհք պացիենտներ, ձեզ եմ ասում, շնորհքով պացիենտներիցս համ իրանցից եմ շնորհակալ, համ Աստծուց եմ շնորհակալ, որ ձեր պես շնորհքով պացիենտներ եմ ունեցել ու ունեմ,
բայց անշնորհքներին ասում եմ, հենց ձեր մասին էր։ Ու ես չեմ դադարելու, ինչքան էլ տնեցիք են վրես խոսում, այդ տղա ասում են մի քիչ պացիենտներին մի քիչ հանգիստ, մի քիչ համբերատար, ասում եմ չկա տես բան։ Չկա։ Ոչ ժամպատարակ գիտեն, ոչ շնորհք գիտեն, ոչ բան գիտեն։ Ու մի հատ դու պարտք ես։ Մեր ազգի բանն է, եթե ինքը թույլ է, ուրեմն դու իրան պարտք ես։ Եթե ինքը հիվանդ է, ուրեմն դու իրան պարտք ես։ Այդպես բան կա մեր ժողովրդի մեջ։ Յանի սաղ իրան պարտք են։ Այ ոչ մեկն է քեզ ոչինչ պարտ չի։ Ոչ մեկ քեզ ոչինչ պարտ չի։ Քու երեխեքից բացի, քու քրերից, աղբերներից ու ծնողներից բացի, քեզ ոչ ոք ոչինչ պարտ չի։ Բան ունես նրանցից ասա, մունատ ունես նրանց վրա արի։ Եղավ։ Մնացած բոլոր բժիշկների հետ էլ բացի հերթապահ բժիշկներից եւ բացի շտապօգնության բժիշկներից։ Մնացած բոլոր բժիշկների հետ շփվելու եք հիվանդանոցում, պոլիկլինիկայում, իրանց կաբինետում։ Եղավ։ Պետք է մյուսների նման ամսով հերթի կայ նստես, որ իմանան ոնց է։ Ամեն կոնսուլտացիայի համար պետք է գնա, որ իմանան ոնց են։ Ես պացիենտ ունեմ, ես պացիենտներ ունեմ, որոնք ասա տարով, 2 տարով երեսս չեն տեսել։ Վիճակները լավ է, կայուն է, դեղերը սիստեմատիկ ընդունում են։ Այն դեպքում որ մարդուն որ կանչեմ, ասենք չէ, ամիսը 1, 2, 3 ամիսը 1 որ կանչեմ։ Ինչքան կգա տարվա մեջ։ Կլինիկա կա 6 ամիսը 1 կրկնակի ստուգման է կանչում։ Ասեմ, դու մամոգրաֆիան։ Մամոգրաֆիան։ Ինչ ելնի 6 ամիսը 1 կարում ենք, արմատում չի 6 ամիսը 1։ Համատարած 6 ամիսը 1 կանչում են ժողովրդին։ Ինչի մար այ մարդ։ Ինչի 6 ամիսը 1։ Համ օգուտա, համ էլ գլուխդ խախանդ ապրում ես։ Պացիենտ այլի թո մի քիչ շատ գնագա, համոզված ես, որ ընդ չարվորակ չի։ Դինամիկ հսկում են։ Չեմ անում, ես ոչինչ սրանցից ես չեմ անում։ Ոչ մի ավանտյուրա, ոչ մի մախինացիա, շահի գործը հեշտացնելու ոչինչ չեմ անում։ Թեև լավ գիտակցում եմ այդ բոլոր հնարքներն ու ֆոկուսները։ Չեմ անում, այդ ձեր ցավը տանեմ։ Հարգեք, էդի մեծ հոգնածություն առաջացնում, երբ որ դու ճշտով ես աշխատում, դրշանգում ամբողջ հույսը դրել ես ուղեղից զոր տալու վրա, իսկ ուղեղը որպեսզի կարողանա զոր տաս, այդ զիբիլ շաբաթ կիրակ օրը պետք է թողես հանգստանա։ Պետք է թողես ուրիշ բանով զբաղվես, ուրիշ բան անես, որ կարողանաս երկուշաբթի ամբողջ եռանդով գնաս ու աշխատես։ Ոնց բացատրեմ էլ սրանից ավել։ Տերևս այսքանը։ Միշտ նոր հանդիպում, ցտեսություն։